Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, AMF YouTube-յան ալիքի ուղիղ եթերում Եղվարդ Ադանա հանդիպումն է, որը մեկնարկելու է ընդամենը վայրկյաններ անց, եկեք ծանոթանանք թիմերի հայտացուցակներին, եւս մեկ անգամ նշեմ, սա անկերական հանդիպում է, հաջորդ շաբաթ արդեն սկսվելու է AMF Cup-ը։ Եղվարդի դարպասը պաշտպանում է Հովսեփյանը համար 12, Հարությունյան 8, Ավագյան 7, Գալստյան 44, Միքայելյան 96, Գևորգյան 9, Խաչատրյան 99, Լևոնյան 77, Մկրտչյան 15, Աբրահամյան 3 եւ Ավագյան համար 11։ Արամայից Խաչատրյան համար 2, սա Ադանայի հայտացուցակն է այս հանդիպման համար, Վովա Պողոսյան 3, Արտուր Ղարիբյան 4, Ռոման Մովսիսյան 5, Հենրիկ Սիմոնյան 6, Արտաշես Թովմասյան 7, Դավիթ Թմոյան 8, Լևոն Թոպալ Կարաջյան 10, Միսակ Սերոփյան 11, Արսեն Բարոյան 12, Էդգար Մուրադյան 23, Արմեն Ասլանյան ներողություն 14 եւ Տիգրան Մխիթարյան համար 22։ Գնդակով են Ադանայի ֆուտբոլիստները գրում են զարգացնում, արդեն այս թիմերը պատրաստվում են AMF Cup-ի գալիք մրցաշրջանին, ինչպես նշեցի, հաջորդ շաբաթ արդեն կլինի մեկնարկը եւ իսկապես մեզ հետաքրքիր մրցաշրջան է սպասում, քանի որ առաջին հերթին պետք է նշել փոփոխված ձևաչափի մասին, 2 դիվիզիոն եւ իհարկե գերետաքրքիր պայքար, ուժերի դասակարգման բաժանվել են դիվիզիոնները, առաջին եւ երկրորդի, որտեղ 2 տեղերում էլ թեժ, իսկապես թեժ պայքար է ընթանալու, այնպես որ տեսնենք, իհարկե մեծամասամբ AMF Cup-ի մեծ լիգայի արդյունքներով են որոշվել այդ դասակարգումը, թիմերը կախված թե որ տեղն են զբաղեցրել, երբ են ավարտել մրցաշարը, այնպես որ դա է առաջին հերթին դեր խաղացել ուժերի բաշխման հարցում։ Հարությունյանն է գնդակով, Եղվարդը գրում է անցած շաբաթ, այս շաբաթ ներողություն, Եղվարդը մեկ ընկերական հանդիպում արդեն անցկացրել է, կարողացան շրջանցել Մանչեսթեր Սիթիին, հաղթանակ տոնել, բայց դա ընկերական հանդիպում է, իհարկե Եղվարդը այստեղ փորձարկումներ է կատարում եւ պատրաստվում է գալիք մրցաշրջանին, ինչպես Մանչեսթեր Սիթին, ինչպես Ադանան, այնպես որ ընկերական խաղերի արդյունքների վրա չարժե կենտրոնանալ, այլ այն փորձարկումների վրա, որոնք կատարում են թիմերը դեպի աջ եզր փոխանցում, բայց այստեղ շատ ուժեղ էր։ Սիմոնյանի կատարած փոխանցումը գնդակին հասնել չէր կարող Էդգար Մուրադյանը, կլինի հարված Հովսեփյանի պաշտպանած դարպասից։ Առայժմ պայր չկան, կիսափորձեր ենք տեսնում իհարկե, որոնք ավարտվում են ուժեղ փոխանցումներով։ Գալստյան խաղում է Ավագյանի հետ, շատ լավ փոխանցումների հետ իրապետում Ավագյանը դրա մասին։ Կարելի է խոսել եւ խնդրեմ հենց հիմա այդպիսի փոխանցումներից մեկը կատարեց Միքայելյանի ուղղությամբ էր, բայց գնդակը հիմա Ադանայի մոտ է, Մուրադյան, լավ փոխանցում ստացվեց Թոպալ Կարաջյանի ուղղությամբ, բայց ստացվեց առաջ շարժվել, հիմա Եղվարդը պաշտպանվում է, Խաչատրյանն իջեցրեց գնդակը եւ ձախ եզրում է, եզրային նետում կլինի Եղվարդի ֆուտբոլիստները գնդակը կմտցնեն խաղի մեջ։ Գևորգյան խաղում է Ավագյանի հետ, ով պաշտպանության խորքում է։ Դեպի ձախ եզր Խաչատրյանն ընդունեց գնդակը, դեպի Տուգանային հրապարակ փորձեց ուղարկել, բայց այստեղ Ադանայի ֆուտբոլիստները հաջող են գործում եւ խլում են գնդակը, պետք է հիմա էլ դուրս գալ պաշտպանությունից ու ստացվեց դա անել հրաշալի փոխանցման օգնությամբ Մուրադյան։ Եվ այստեղ Գալստյանն է շատ մաքուր աշխատում, հաջող խլում կատարեց դեպի Գևորգյանը, բայց կորցնում է գնդակը այստեղ Եղվարդը, Սիմոնյանը աչքի եզրում է, Ադանայի փորձն է սա, եզրային նետում կլինի ուժեղ էր այս փոխանցումը։ Ավագյան պաշտպանության խորքում է, դեպի ձախ եզր է ուղարկում գնդակը Խաչատրյանն մեկ հպումով Լևոնյանի ուղղությամբ, բայց Լևոնյանի այս փոխանցումն արդեն չստացվեց, այնտեղ չկար Եղվարդից ոչ ոք, որպեսզի ընդուներ այս գնդակը, Ադանայի փորձն ենք տեսնում, աչքի եզրում է գնդակը Թոպալ Կարաջյան, լավ փոխանցում ստացվեց, մնում է գնդակով Ադանայի ֆուտբոլիստը եւ տեսնենք որտեղ է փոխանցում, այսօր իդեպ արկադրված Թովմասյանն է պաշտպանում թիմի դարպասը, թիմի ավագն է պաշտպանում դարպասը։ Մուրադյան դեպի Տուգանային հրապարակ ուղարկեց գնդակը, բայց այնտեղ Խաչատրյանն է, ով թույլ չտվեց մրցակցին հասնել այս գնդակի հետևից։
Տոպալ Քարաջյան, տեսնում ենք հարված, բայց շեղ ստացվեց այս փորձը։ Ակտիվ է Ադանան, փորձեր ձեռնարկում են, ճիշտ է, ռեալ գոլային պա դեռ չեն ստեղծել, բայց կփորձեն, իհարկե ավելի այսպես մոտ լինել դարպասին, միջև այս հարվածները շատ շեղ են ընթացել։ Գևորգյան խաղում է Ավագյանի հետ։ Դեպի Լևոնյանն էր այս փոխանցումը, բայց Սիմոնյանն է խլում գնդակը եւ աջ եզրում է։ Եվ Թովմասյանն է ընդունում գնդակը, իհարկե դարպասապա Թովմասյան չեն կարող ասել, քանի որ բնականաբար սա անկերական խաղ հարկադրված է։ Թիմի ավագը պաշտպանում դարպաս է նա։ Հոյակապ եզրային պաշտպան է, բայց վստահաբար ոչ դարպասապա։ Միգուցե իհարկե այդպիսի փոփոխություններ սիրողական լիգաներում հաճախ լինում են եւ պետք չէ բացառել ամեն դեպքում, որ կարող է Թովմասյանը դառնալ հիմնական դարպասապա, բայց այսօր ամենայն դեպս պետք է ասել, որ դա ստիպված է անում, հարկադրված է դարպասում։ Ուժեղ փոխանցում առաջ Գալստյանն այստեղ ընդունեց գնդակը, երկու մրցակցի թողեց թիկունքում, բայց ամեն դեպքում Ադանայի ֆուտբոլիստները խլում են գնդակը եւ տեսնենք ինչպես կստացվի, հարված Ավագյանն է փակում գնդակի ճանապարհը, Սիմոնյանն էլ հարվածեց, բայց դիպուկ չստացվեց այս փորձը։ Ovsepյանը գնդակը կմցնի խաղի մեջ։ Գալստյան Գևորգյան եւ գլորում է գնդակը շատ հանգիստ։ Եղվարդը դեպի ձախ եզր Խաչատրյանի ուղությամբ։ Փոխում է գրեի ուղղությունը, Ավագյան պահեց գնդակը դաշտի սահմաններում եւ աջ եզրով փորձում է առաջ շարժվել, Տոպալ Քարաջյանը վերահսկում էր, Խաչատրյանն այստեղ իրականում լավ էր մտածել, բայց Լևոնյանը ձախ եզրով չէր միացել գրոյին եւ սա ստացվեց անհաջող գործողություն արդեն, բայց իսկապես մտահղացումը լավներ եւ գեղեցիկ ամեն ինչ կլիներ, եթե ձախ եզրով Եղվարդի ֆուտբոլիստներից որևէ մեկը արձագանքեր։ Ուժեղ հարված ենք, տեսնում առաջ, Ավագյան այստեղ արձագանքում է, կրծքով գնդակը թողեց Գևորգյանին եւ Տոպալ Քարաջյանն է խլում գնդակը, բայց այստեղ մրցավարը նկատել է խաղի կանոնների խախտում։ Խաչատրյան Հարությունյան դեպի Գալստյանով պաշտպանության խորքում ընդունեց գնդակը։ Գևորգյանը մեկ հպումով աջ եզր, որտեղ Ավագյանն էր, նորից Գևորգյան Սիմոնյանը փորձեց, բայց շրջանցել չստացվեց, Գևորգյանը առաջ է շարժում դեպի աջ եզր։ Ուղարկեց գնդակը, խլում են Ադանայի ֆուտբոլիստները, սա ակագրոյի փորձ է եւ տեսնենք ինչպես այն կստացվի։ Մուրադյան մնում է գնդակով, ամեն դեպքում Ադանայի 23 համարը, խաղում է Սիմոնյանի հետ, Գևորգյանը նորից ճնշում, այս ֆուտբոլիստները հաճախ են այսօր հանդիպում միմյանց դաշտի տարբեր հատվածներում եւ այդպես հաճախ է լինելու, թե Սիմոնյանը, թե Գևորգյանը փոխանցումներ բաժանող են, այսպես կարելի ասել գրոներ ստեղծող, հաճախ եզրափակող եւ դա պատճառը իհարկե որպեսզի հանդիպեն միմյանց դաշտի տարբեր հատվածներում, վտանգավոր է արված այստեղ, բայց դիպուկ չստացվեց, շատ լավ հնարավորություն էր Միքայելյանի կողմից աջ եզրով, լավ էր միացել թիմի գրոյին եւ Եղվարդը ստեղծում է պա, գոլային պա առաջինն էր այս խաղում, իհարկե որ Եղվարդն այսքան մոտ էր մրցակցի դարպասին, բայց Միքայելյանի հարվածը բարձր ստացվեց։ Ադանան գրո է սկսում գնդակը պաշտպանության ձախ եզրում է, Տոպալ Քարաջյանն ընդունեց, նորից ձախ եզրով ստանում է պատասխան փոխանցումը եւ այստեղ գնդակը բաժին կհասնի դարպասապա Ovsepյանի։ Գևորգյան, նորից Սիմոնյանը մոտենում է, փորձում է ճնշել։ Խաչատրյան ձախ եզրում է, փորձեց Լևոնյանին գտնել, բայց այստեղ Պողոսյանն է Ադանայից դեպի Մուրադյանը լավ փոխանցում ստացվեց Սիմոնյան, Տոպալ Քարաջյան, Մուրադյան նորից սպայեց գնդակը, Գալստյանը նրա առջև է, Տոպալ Քարաջյան, Ադանայի 10 համարն է գնդակով եւ հարվածի համար լավ հնարավորություն է ստացել, տեսնենք կլինի թե ոչ հարված, ոչ հետևում է սխալ փոխանցում։
Ավակյան դեպի Միքայելյանը շատ լավ փոխանցում ստացվեց, Պողոսյանն է այստեղ շտկում իրավիճակը։ Տոպալ Քարաջյանը արվածում է, փրկեց դարպասապա եւ Մուրադյանը բացում է այս հանդիպանաշիվը 1-0։ Մենք տեսնում ենք առաջին գնդակ այս խաղում։ Ադանան բացում է հանդիպանաշիվայով այս գոլի համար շատ աշխատանք էին կատարել։ Եվ խփում են իսկապես արժանի գնդակ։ Ավակյան փոխանցում դեպի ձախ եզր։ Տոպալ Քարաջյան ընդունեց գնդակը եւ Սիմոնյանն այդ փոխանցում է կատարում Պողոսյան։ Գևորգյանն է այստեղ։ Եվ Ադանայի ֆուտբոլիստները նորից խլում կատարեցին եւ Ավակյան բարեհաջող խլում է գնդակը եւ ձախ եզրում է։ Գևորգյան դեպի պաշտպանության խորք այստեղ Գալստյանն է եւ կփորձի Եղվարդի համար գրոզ սկսել առայժմ 1 պայ ստեղծել Եղվարդի ֆուտբոլիստները Սիմոնյանի մոտ ստացվեց խլել գնդակը եւ ամեն դեպքում Ավակյանը ապովագրում է պաշտպանությունը դեպի աջ եզր եւ հարված դարպասից կլինի Գևորգյան լավ խլում ստացվեց, Տուգանային հրապարակում է արված եւ փակեցին գնդակի ճանապարհը։ Ադանայի պաշտպանները անկյունային կլինի իսկապես վտանգավոր պայր Գևորգյանն այստեղ միայնակ խլեց, գնաց, շրջանցեց մի քանի մրցակցի եւ նաեւ լավ արված հետևեց։ Տեսնենք Եղվարդը այո արդեն սկսում է ավելի շատ պայր ստեղծել եւ գիտեք փոքր այսպես եթե կարելի է նույնիսկ այսպես ասել պետք էր այդ գոլը որը բաց թողեց Եղվարդը որպեսզի սկսեն խաղալ իհարկե այնպես ինչպես սովորաբար անում են այստեղ չափազանց վտանգավոր հակագրո է կասեցնում Աբրամյանը եթե անցներ գնդակը նրա թիկուն կապա երկու ֆուտբոլիստ մեր մենակ կարող էր մնալ դարպասապայի դա Պողոսյան պաշտպանության խորքում է դեպի Սիմոնյանը Ավակյանը փորձեց խլում կատարել եւ եզրային նետում կլինի Գալստյան դեպի աջ եզրը ուղարկում գնդակը եւ սա Եղվարդի գրոն է տեսնենք ինչպես կստացվի աջ եզրում է գնդակը Պողոսյանը Միանգամից գնում է եւ շատ հաջող դիմավորում մրցակցին վերադարձրեց գնդակը այստեղ Ադանայի համար Պողոսյանը եւ Հարված Թովմասյանի պաշտպանած դարպասից միանգամից Թովմասյանը խաղարկում է գնդակը եւ տեսնենք Ադանան իհարկե չպետք է հանգստություն դրսևորի առաջին գոլից հետո դա միանշանակ բացասական ազդեցություն կունենա եւ եզրային նետում ենք տեսնելու Աբրամյանը գնդակը կմտցնի խաղի մեջ Ավակյան Ուժեղ փոխանցում առաջ եւ կլինի արված դարպասից Ավակյան փորձեց սերվից մնում է գնդակը Ավակյանի մոտ եւ Թովմասյանը հեռացրեց Գևորգյան շարունակելու է թիմի գրոհը եւ այստեղ մրցավարը անկյունային է ցույց տալիս 11 մետրանոցի այսպես կարելի ասել ոչինչ չկար չնայած Գևորգյանը մեծ հաշվով չէր էլ պահանջում մրցավարից այստեղ 11 մետրանոց
Եվ անկյունային կլինի, Թովմասյանը տպավորեց իհարկե, լինելով պաշտպան, այսպիսի սեյվ կատարել։ Սիմոնյան հեռացնում է գնդակը եւ այստեղ Աբրամյանն է Եղվարդի պաշտպանության խորքում։ Եզրային նետում տեսնենք Եղվարդը իսկապես ակտիվացել է, զգալիորեն ակտիվացրել է խաղը։ Հովսեփյան դեպի աչքի եզր Հավաքյան, բայց այստեղ հաջող խլում ստացվեց Ադանայի ֆուտբոլիստի կողմից, դեպի Տուգանային հրապարակ է ուղարկում գնդակը եւ 2-0 այստեղ Հովսեփյանը բաց թողեց գնդակը, որը Ադանայի համար միանշանակ դրական էր, 2-0 է դառնում հանդիպման հաշիվը, Քամին էլ իհարկե ինչ որտեղ այստեղ խանգարեց դարպասապային եւ դա ազդեցություն ունեցավ 2-0 է դառնում հանդիպման հաշիվը, Ադանան կրկնապատկեց իր առավելությունը եւ սա դեռ 16-րդ րոպեն, այնպես որ ամեն ինչ այս խաղում առջևում է։ Չատրյան գտնում է Գևորգյանին, գեղեցիկ փոխանցում է Հավաքյան դեպի աչքի եզր։ Գալստյանը Գևորգյանի հետ խաղաց, լավ նկատեց աչքի եզրով բացվող անկերոջը։ Լավ անցում էր, նորից Գևորգյան, միգուցե արվածի այդպես էլ անում է եւ Ադանայի պաշտպանն է փակում այս գնդակի ճանապարհը։ Եվս մեկ փորձ կլինի եւ անկյունային։ Տեսնում ենք բարձրից փոխանցում, Թովմասյանը մի փոքր շեղեց գնդակի ուղղությունը, Խաչատրյանն է ձախ եզրում գնդակով, Հավաքյան, Գալստյան, մնում է գնդակով, Գալստյան այդ փոխանցում Աբրամյանի ուղղությամբ եւ ստացվում է Ադանայի մոտ խլել գնդակը, ճիշտ է Գևորգյանը փորձում է վերադարձնել, ամառ պայքար ենք տեսնում։ Ադանայի կիսադաշտում Խաչատրյան ձախ եզրում գնդակով է Խաչատրյանը բարձրից դեպի Տուգանային հրապարակ հեռացնում է Ադանայի պաշտպանը Գալստյան, փոխանցումը չստացվեց դեպի Մուրադյանը, բայց սա Հովսեփյանի գնդակն է, իհարկե դարպասապահը առանց խնդիրների ֆիքսեց այն եւ հետ է ուղարկում, կարելի ասել Ադանայի պաշտպանություն, անկյունային կտեսնենք։ Տեսնում ենք փոխանցում գնդակը ձախ եզրում է Խաչատրյան, թողնում է Գևորգյանին։ Գալստյան։ Եվ հասնում է գնդակը ձախ եզր, որտեղ Խաչատրյանն է եւ կլինի եզրային նետում։ Խաչատրյան ուղարկեց գնդակ եւ ստացավ պատասխան փոխանցումը եւ Լևոնյանից խլում են այստեղ գնդակ Ադանայի ֆուտբոլիստները ուժեղ փոխանցում առաջ, բայց ոչ ոք չկար իհարկե որպեսզի արձագանքեր այս փոխանցմանը եւ Հովսեփյանը գլորում է գնդակը Հավաքյանին։ Այս հաշվի պայմաններում արդեն կարող ենք ասել, որ իհարկե Ադանան այդ հանգստությունը կարող է ունենալ եւ այն իմաստը, որ առաջ գնալու անհրաժեշտություն այս թիմը այս պայդրությամբ ամենայն դեպս չունի եւ դա նաև Եղվարդն է հասկանում ու խաղը երկրորդ գոլից հետո մասնավորապես մրցակցի կիսադաշտում է անցնում։ Ադանան էլ հակագրոների վրա է շեշտը դրել իհարկե, որը լավագույն տարբերակն է այսպիսի իրավիճակներում պետք է սպասել եւ կհասկանանք, որ տարբերակով են գրովում մրցակցի դարպասի ուղղությամբ Ադանայի ֆուտբոլիստները այդ պարագայում արդեն։ Դեռ առաջին խաղակեսն է, իհարկե այս խաղակեսում էլ ժամանակ կա եւ Գևորգյանը հիմա մրցակցի Տուգանային հրապարակում է, Պողոսյանը հեռացրեց, Սիմոնյան կլինի եզրային նետում։ Թոփալ Քարաջյանը հեռացնում է գնդակը, Գալստյան։ Ստացվեց։ Խլում կատարել, Գալստյան դեպի Խաչատրյանը ձախ եզր նկատեց ազատ խաղանկերոջը այստեղ
միգուցե փոխանցում էր կատարում Խաչատրյանը, բայց այն շատ բարձր ստացվեց Ավագյանի համար։ Դերը տեսակ իհարկե հնարավորություն չուներ այս գնդակին հասնելու Ավագյանը։ Ադանան է դուրս գալիս պաշտպանությունից դեպի ձախ եզր, այստեղ Մուրադյանի ուղղությամբ էր փոխանցումը եւ Գևորգյանին է գնդակը բաժինացնում, Ավագյան եւ գոլ, խփում է Եղվարդը։ Կարողանում են կրճատել հաշվի տարբերություն, այո, եթե միջև այդ չխանգարեն միմյանց Ադանայի ֆուտբոլիստները, հնարավոր է այս գրոհը այսպես չընթանար եւ իրոք այդպես չեն ընթանա։ Այդպես չեղավ եւ Գևորգյանի փոխանցումից հետո Ավագյանը կրճատում է հաշվի տարբերությունը 2-1։ Գլորում են գնդակ Ադանայի ֆուտբոլիստները, այո, 3 գոլ արդեն տեսել ենք այս խաղում, եւ այս թիվը կարող է փոխվել։ Աչ եզրում է գնդակը, եզրային նետում կլինի։ Լավ անցում ստացվեց եւ անկյունային նշանակում մրցավարն այստեղ բարձրից փոխանցում հեռացված է գնդակը Մուրադյան, բայց Աբրամյանին շրջանցել այստեղ չհաջողվեց Գևորգյան դաշտի միջնամասում է Թոփալ Քարաջյանը խլում է գնդակը եւ դեպի աջ եզր ուղարկում Մուրադյան Թոփալ Քարաջյանի ուղղությամբ, բայց իհարկե ուժեղ էր այս փոխանցումը եւ հնարավորություն չկար։ Ավագյան։ Եզրային նետում կլինի։ Գալստյան խաղում է Գևորգյանի հետ, նորից Սիմոնյանը փորձում է Գևորգյանից գնդակ խլել, բայց այստեղ իհարկե այդ հնարավորությունը չտվեց Գևորգյանը, սեփական Տուգանայինի մատույցներում սխալվելու իրավունք չկար։ Լևոնյան մնում է գնդակով, ձախ եզրում է Լևոնյանը, բայց այստեղ Ադանայի ֆուտբոլիստները աջող խլում կատարեցին։ Սիմոնյան նկատում է, լսում է Մուրադյանին, ով մրցակցի պաշտպանությունում է, բայց Գալստյանը չեզոքացրեց սպառնալիքն այստեղ Գևորգյան Անցավ այս փոխանցումը դեպի աջ եզր է գալիս գնդակը Ավագյան Լևոնյանի ուղղությամբ, բայց այստեղ չստացվեց շատ մոտ էր Եղվարդը երկրորդ գնդակին, երկրորդ գոլին, բայց չստացվեց Լևոնյանի մոտ պետք էր միայն հարված կատարել Թովմասյանի շանսերը շատ քիչ էին, իհարկե այստեղ շատ մոտ տարածությունից որ անկյունն էլ որ ուղարկեր Լևոնյանը դարպասապա քիչ շանսեր ունենալու, բայց չստացվեց հարված եւ Գնդակի Ադանայի մոտ է, մնում են, շարունակում են մնալ հաղթողի դերում, 2-1, Թոփալ Քարաջյան ձախ եզրում է, մնաց Ադանան գնդակով եւ այստեղ Գևորգյանն է խլում, փոխանցում, ձախ եզր Խաչատրյան, լավ անցում ստացվեց, մնում է գնդակով Խաչատրյանը, Թոփալ Քարաջյանն հասցրեց հեռացնել գնդակը, մրցավարն այստեղ հաղթում չի տեսել, Աչ եզրում է գնդակը բարձրից փոխանցում եւ հարված դարպասից կլինի Լևոնյան եւ այստեղ խաղթում եմ նկատել մրցավարը Վերջին րոպեն է արդեն ընթանում առաջին խաղակեսի հիմնական ժամանակի
Տեսնենք կա մրցավարի Սուլիչը, Նավակյան և բարձր ստացվեց այս փորձը, խաղակեսն ավարտված է, կարճ դադար։ Սիրելի ֆուտբոլասերներ, մենք վերադառնում ենք Գեղվարդ Ադանասը, ընկերական հանդիպում է, առաջին խաղակեսից հետո Ադանան հաղթում է մրցակցին 2-1 հաշվով եւ տեսնենք երկրորդ խաղակեսում թիմերը ինչ ֆուտբոլ են խաղալու։ Իսկապես հետաքրքիր է լինելու, դա անկասկած, քանի որ առաջին խաղակեսում էլ այն որ արդեն 3 գնդակ է խփել, այդ լավ որակով հանդիպման մասին խոսում է,
Խաղակեսի վերջնամասում Եղվարդը լավ հնարավորություն ուներ Ավագյանի փոխանցումից հետո հրաշալի իրավիճակում էր Լևոնյանը եւ կարող էր եթե լավ արված կատարեր գրավել մրցակցի դարպասը այդպես չեղավ եւ ֆորիզոնական դարպասաձողն է օգնության հասնում Ադանային այստեղ ինքնագոլ նույնիսկ կարող էր լինել պետք է սպասել Ավագյանը վնասվածք է ստացել ուսանք որ լուրջ ոչինչ չկա Աչ եզրում է գնդակ այստեղ Միքայելյանը պայել այն դաշտի սահմաններում չկարողացավ եզրային նետում կլինի Գալստյանն է աջող գործում այդ փոխանցում դեպի դարպասապա եւ այստեղ իհարկե Միքայելյանը մտածված այսպես կարելի ասել հետ փոխանցում էր կատարում Հովսեփյանը արձագանքեց բայց չվերցրեց գնդակ անկյունային դուրս բերեց մրցավարն էլ այստեղ ազատ հարված չի նշանակել այլ անկյունային Թոփալ Քարաջյան կա փոխանցում Ավագյանը հեռացրեց գնդակը եւս մեկ հարված Ավագյանը նորից գնդակ է հեռացնում բայց այս անգամ շատ հեռու ուղարկեց Պողոսյանը կնետի եզրից դեպի ձախ եզրը ուղարկում գնդակը Քայլյան դեպի Լևոնյանը տեսնում ենք արված եւ գոլ Եղվարդը հավասարեցնում է հանդիպանաշիվը Լևոնյանը կարելի է ասել մաքրում է այն սխալները որը միջև այս թույլ էր տվել իր այս անկասելի արվածով հավասարություն է հաշվի մեջ 2-2 Եղվարդը խաղակեսի երկրորդ կեսի սկզբում կարողանում է խփել եւ սա իհարկե ավելի է հետաքրքրացնում այս հանդիպումը Սիմոնյան խորքից կլինի փոխանցում անցավ այստեղ գնդակը Ներողություն, Արությունյանն է փորձում թույլ չտալ մրցակցին մտածել շրջվելու մասին եւ հաջող խլում կատարեց Պատխաղարկում Արությունյան եւ Ադանայի խաղացողը վերադարձնում է գնդակը թողնում է այն Սիմոնյանին վերջինս հերվից հարված կատարեց բայց բարձր է ստացվում այստեղ այս հարվածը Ավագյան գլորում է գնդակը Անկերոջ ճուղությամբ Գևորգյան Հարությունյան դեպի ձախ եզր Խաչատրյան տեղափոխում է գնդակը աչի եզր սա Եղվարդ Տիգրոն է Թոփալ Քարաջյան փորձում է խլում կատարել եւ եզրային նետում կլինի Ավագյան առաջ ուղարկեց գնդակը Պողոսյանն է արձագանքում Մնում է ձախ եզրում գնդակը եւ ուժեղ փոխանցում առաջ հեռացրեցին Ադանայի ֆուտբոլիստները գնդակը շատ հեռու պաշտպանությունից Հարությունյան ձախ եզրում է Խաղում է Խաչատրյանի հետ մնաց գնդակով Խաչատրյանը ձախ եզրում փորձում է շրջանցել Սիմոնյանին եւ այստեղ մրցավարը արձանագրում է խաղի կանոնների խախտում Եվ կա մրցավարի սուլիչը Լևոնյան, սա արված էր դարպասի ուղղությամբ, բայց դիպուկ չստացվեց։ Փոխանցում դեպի Թոփալ Քարաջյանը ձախ եզր, վերջինս զարգացնելու է Ադանայի այս դիրքային գրոհը Մուրադյան, բայց գնդակը Մուրադյանը, գնդակը մնաց դաշտի սահմաններում Գալստյանի հպումից հետո Եվ Եղվարդը արդեն այսպես լուրջ ինտենսիվ պրեսինգ է գնում դաշտի գրեթե բոլոր հատվածներում, որտեղ Ադանայի ֆուտբոլիստներն են
Միայն երևի դա չի վերաբերվում խորը պաշտպանության մասին, որտեղ Ադանան գնդակ է գլորում, բայց հաճախ նաև այդ դիրքերում են պրեսինգի գնում Եղվարդի ֆուտբոլիստները։ Գևորգյան լավ անցումներ ստացվեցին, բայց Պողոսյանը հեռացնում է գնդակը։ Ավագյան դաշտի ուղիղ կենտրոնում է Ավագյանը, սիրում է խորքից փոխանցումներ, հարվածներ կատարել, բայց այս հարվածը կոնկրետ այս հարվածը չստացվեց։ Ադանան անկյունային է իրացնելու, տեսնենք ինչպես կստացվի ձախ եզրից, Տոպալ Քարաջյան բարձրից փոխանցում հեռացված է գնդակը Գևորգյան հաջող աշխատեց պաշտպանությունում, Միքայելյան դեպի աջ եզր Պողոսյանն է ապովագրում թիկունքը, ճիշտ է գնդակը մնալու է Եղվարդի մոտ, բայց իհարկե եզրային նետումը չեն կարող համեմատել այն հակագրոյի հետ, որը սպասվում էր։ Հարությունյան, Գևորգյան այսօր դեռ իր ամբողջ պոտենցիալը ցույց չի տվել։ Գևորգյանը Խաչատրյանն է ձախ եզրում, կատարեց հարված, դիպուկ հարված էր լինելու, եթե Պողոսյանը այստեղ չփակեր գնդակի ճանապարհը, Գալստյան, Հարությունյան միանգամից Խաչատրյանի հետ երկրորդ խաղակեսերում, սա էլ արդեն երկրորդ խաղն է, որ նկատում Խաչատրյանի վրա շատ է խաղը կառուցվում, հաճախ է նրա ուղղությամբ փոխանցումներ հետևում եւ առասարակ նաեւ առաջին խաղակեսերում է այդպես։ Երևի թե այն, որ գրեթե չի օգնում Խաչատրյանը, դա է, հնարավոր է դա է պատճառը։ Լևոնյան մնաց գնդակով եւ ստացվեց Գևորգյանի ուղղությամբ փոխանցում, քիչ էր մնում Գևորգյանը երրորդ գնդակը խփեր եւ թեկուզ ընկերական խաղ է, բայց սա քամբեք կլիներ Եղվարդի կատարմամբ։ Ամբողջական քամբեք, որ արդեն հաղթական է, ոչ միայն ոչ ոքի։ Գլորում են գնդակը Ադանայի ֆուտբոլիստները Պողոսյան Երբից ինգուցի հարված տեսնենք, լավ խաղարկում ստացվեց, բայց Մուրադյանի փոխանցումն ամեն դեպքում նպատակին չհասավ եւ խախտում է արձանագրում մրցավարը։ Ավագյան գլորում է գնդակը Խաչատրյանի ուղղությամբ Լևոնյան, նորից Խաչատրյան ձախ եզրում, Տուգանային հրապարակում է արդեն Խաչատրյանը, շատ լավ էր մտածել, մի փոքր բարձր ստացվեց, եթե դարպասի ուղղությամբ գնար գնդակը արդեն Թովմասյանը, հնարավորություն իհարկե չէր ունենա, այսպես մահացու անկյուններ ուղարկում գնդակը Խաչատրյանը։ Ուժեղ փոխանցում առաջ Ավագյանն է աշխատում պաշտպանությունում եւ այստեղ Վովա Պողոսյանն է ով իջեցրեց գնդակը եւ Ավագյանն է խլում կատարում Սիմոնյան գնդակով է Ադանայի 6 համարը դեպի աջ եզր ուղարկեց Մուրադյան լավ անցում ստացվեց հարվածում է եւ հորիզոնական դարպասաձողն է օգնության հասնում Եղվարդին Գևորգյան մնալ գնդակով ստացվեց Սիմոնյան Տոպալ Քարաջյան լավ համագործակցություն ենք տեսնում գնդակը ձախ եզրում է եւ հարված դարպասից կլինի Խաչատրյան ձախ եզրում է դեպի Լևոնյանը Գևորգյան միգուցե հեռվից Սիմոնյանն է այստեղ փակում գնդակի ճանապարհը Միքայելյանը փորձում է վերադարձնել գնդակը Եղվարդի համար, բայց չսխալվեց Սիմոնյանը Տոպալ Քարաջյան ձախ եզրում է բացվեց Մուրադյանը եւ կստանա այստեղ գնդակը եւ Խաչատրյանն է պաշտպանվում նահանջել էր
կենտրոնական պաշտպանի դիրքում էր հայտնվել Խաչատրյանը եւ հաջող խլում կատարեց ու շարժվում է առաջ։ Մուրադյան չհասավ գնդակին, Գալստյանը ներողություն Լևոնյանի հետ է խաղում, դեպի աչի եզր Գևորգյան, ուղարկում է Տուգանային հրապարակ Թովմասյանը, փրկեց եւ հիմա պաշտպանն է փրկում, Ավակյանը խփում է Եղվարդի երրորդ գնդակը, սա անկերական խաղում քամբեք է, որը կյանքի կոչեց Եղվարդը, Ավակյան 3-2 է դառնում հանդիպման հաշիվը, իսկապես շատ հաջող եզրափակում ստացվեց, միջև վերջ պայքարեցին Ադանայի ֆուտբոլիստները, բայց չկարողացան։ Եվ տեսնենք Ադանան ինչպես է փորձելու։ Մուրադյան կա, Մուրադյանի հետ պայքարում խաղի կանոնների խախտում, որն արձանագրում է մրցավարը։ Ավակյան գլորում է գնդակը Գևորգյանի ուղղությամբ։ Գևորգյան եւ Թոփալ Քարաջյանը խլեց գնդակը, բայց Գևորգյանը մաքուր սահանքում է կատարում։ Գնդակը Եղվարդի մոտ է, Ավակյան դեպի ձախ եզր փորձեց ուղարկել, խլում են գնդակը Ադանայի ֆուտբոլիստները։ Եվ այստեղ մրցավարը նկատել է խաղի կանոնների խախտում եւ արձանագրում է այն։ Եվ տեսնենք ինչպես կստացվի, այո Ադանան չի աշտվի, այս իրականության հետ փորձելու են գնալ առաջ, Սիմոնյանն է իրացնելու այս ստանդարտը։ Կա մրցավարի Սուլիչը, Սիմոնյան պատեցնում է գնդակը և հասցրեցին հեռացնել Եղվարդի ֆուտբոլիստները, անկյունային կլինի։ Իսկապես վտանգավոր էր։ Դեռ իհարկե բավականին ժամանակ կա, այնպես որ դեռ վաղ է որևէ բանի մասին խոսել այսօրվա հանդիպման ելքի հետ կապված, ընդամենը մեկ գնդակ է Ադանային պետք, բայց ես ռեպորտաժի սկզբում էլ նշեցի, հիմա էլ կասեմ, որ հաշվի վրա կենտրոնանալ ընդհանրապես պետք չէ, սա ընկերական հանդիպում է, Լևոնյան չկա ոչինչ, թույլ է տալիս մրցավարը շարունակել, Լևոնյանը Մկրտչյանին է փոխանցում դեպի աջ եզր, բայց հաջող չստացվեց, եզրային նետում կլինի։ Պողոսյանն է գնդակը մտցնելու խաղի մեջ։ Ուժեղ փոխանցում առաջ։ Խաչատրյան եւ գնդակը Ավակյանին է բաժինը հասնում։ Գևորգյան դեպի աջ եզր, Մկրտչյանն է այստեղ, շրջանցում է Պողոսյանին եւ մնաց գնդակով աջ եզրում է, Պողոսյան կլինի անկյունային։ Մկրտչյանն է գնդակը մտցնելու խաղի մեջ աջ եզրից կա փոխանցումը, չհասցրեց Ավակյանը արվածել, քանի որ գնդակը նրան չհասավ, Գալստյան։ Մկրտչյանի հետ է խաղում, Մկրտչյան աջ եզրից կա փոխանցումը, բայց այստեղ Սիմոնյանը լավ գործեց, Գևորգյան կփորձի վերադարձնել եւ այդպես էլ անում է, գնդակը մնում է Եղվարդի մոտ, Գևորգյան ներու տարածությունից Սիմոնյանն է փակում գնդակի ճանապարհը եւ ֆորակակագրով, Ադանայի կողմից Մուրադյանը չհասցրեց մենակ մնալ, քանի որ Գալստյանը հաջող գործեց, Ադանայի ֆուտբոլիստները դժգոհ են մրցավարից, պահանջում էին 11 մետրանոց եւ դիտելու է դրվագը մրցավարը, Խաչատրյանը այստեղ հարվածում է, բարձր ստացվեց։ Եվ սպասենք, տեսնենք կար այստեղ 11 մետրանոց արդյոք թե ոչ։
Կա մրցավարի սուրիչը, տեսնենք Ավակյանն է հարված կատարելու և այստեղ Թովմասյանը վերցնում է գնդակը, մրցավարը 11 մետրանոց չէր նկատել և ձեռքով խաղ նշանակեց Միջավայր Սիմոնյանի կողմից։ Ավակյան դեպի ձախ եզրը գլորում գնդակը, Հարությունյան, Ավակյան, Հարությունյան գնդակ է գլորում Եղվարդը, Ադանան եկել է պրեսինգի ու ստացվեց խլել Թոփալ Կարաջյան դեպի աչի եզր, Սիմոնյան գլխով թողնում է խաղընկերոջը, նորից հորիզոնական դարպասաձող երկրորդ անգամ այս խաղում Ադանայի հարվածից հետո, Ադանա թիմի կողմից կատարած հարվածից հետո դարպասաձողն է օգնության հասնում։ Ադանան է գրոս սկսում, ձախ եզրում է գնդակը, Թոփալ Կարաջյան, Մկրտչյանն է փորձում խլում կատարել, չստացվեց դա անել, բայց գնդակը ամեն դեպքում Եղվարդի մոտ է հիմա, Գևորգյան, դեպի Մկրտչյանը աչի եզր, ստանում է պատասխան փոխանցումը, ձախից կար Խաչատրյանի տարբերակը, բայց Ադանայի ֆուտբոլիստը նկատել էր և փակեց փոխանցման ճանապարհը, Սիմոնյան, Թոփալ Կարաջյան դեպի ձախ եզր ուղարկեց արված ու մի փոքր բարձր է ստացվում, Ադանան սկսում է լրջորեն ճնշել և սա արդեն երկրորդ դրվագն էր, որտեղ մոտ էին հաջողությանը։ Ավակյան գլորում է գնդակը Գևորգյանին, Գալստյան պաշտպանությունում Եղվարդը գնդակ է գլորում։ Գևորգյան դեպի աչի եզր, բայց ուժեղ էր այս փոխանցումը Մկրտչյանի համար, հասնել գնդակին չստացվեց, Պողոսյան և Գևորգյանը խլում կատարեց այստեղ, դեպի ձախ եզր է ուղարկում և կա խախտում Սիմոնյանի հետ պայքարում։ Ուժեղ փոխանցում, հեռացված է գնդակ այստեղ, Ավակյանի կողմից եզրային նետում կլինի։ Եզրային նետումը անկյունայինի կվերածեն Ադանայի ֆուտբոլիստները, տեսնում ենք փոխանցում և հարված դարպասից կլինի։ Պողոսյանը բաց թողեց գնդակը, Լևոնյան կարող է դուբլ ձևակերպել և Թովմասյանն է փրկում, շատ լավ հնարավորություն էր, բայց դարպասապահը կարողացավ հաջող կորցել, անկյունային կլինի։ Մկրտչյան բարձրից փոխանցում, Գևորգյանը շեղեց գնդակի ուղղությունը, բայց պահել Եղվարդը այստեղ գնդակը չկարողացավ, մասնավորապես Գալստյանը և այստեղ Գևորգյանն է նահանջել, խլեց գնդակը, Գալստյանը աչի եզրում է և ուժեղ այս փոխանցումը խաղանկերների համար։ Գալստյանը կնետի եզրից, արդեն հաջորդ շաբաթ, ինչպես նշել է իհարկե այսօր ռեպորտաժի ընթացքում տարբեր ժամանակահատվածներում ԱՄՖ քափի նոր մրցաշրջանի մեկնարկն է լինելու, այնպես որ եղեք ուշադիր, վայելեք մեզ այդ ֆուտբոլը, շատ հետաքրքիր է նրանով իհարկե նաև, որ նոր ձևաչափ է, խմբային փուլ կամ փլեյօֆ չի լինելու, մեկ ամբողջական դիվիզիոն, մրցաշարային առույսակ, որտեղ թիմերը մեկ մրցաշրջանի ընթացքում պայքարելու են և փորձելու են
պահել իրենց տեղը ամենավերևում։ Եվ այստեղ նշանակում է արդեն մրցավարը 11 մետրանոց, այսպես այս անգամ արդեն Ադանայի համար լինում է այդ 11 մետրանոցը։ Կարելի ասել եզրային նետումը ստացվեց։ Վերացել 11 մետրանոցի հուսաշանս է Ադանայի համար, իհարկե նրանք այս խաղում 2 գոլի առավելություն են ունեցել, երկրորդ խաղակեսում կարողացավ Եղվարդը երրորդը խփել եւ առաջ անցնել հաշվի մեջ, երկրորդն ու երրորդը իհարկե առաջինից հետո ուտեսնենք, հիմա շանս է սա, տեսնում ենք հարվածը եւ Ադանան հավասարեցնում է հանդիպման հաշիվը 3-3, այո, վերջին անգամ Ադանան առաջին խաղակեսում էր գոլ խփել եւ հիմա ստացվում է արդյունավետ գտնվել Գևորգյանն ընդունում է գնդակը դեպի Խաչատրյանն է այստեղ փոխանցումն ուղղված, փորձեց պահել Խաչատրյանը գնդակը, բայց չստացվեց, արված դարպասից կլինի։ Տեսնենք ուժեղ փոխանցում առաջ։ Մուրադյանը փորձեց հասնել գնդակին, բայց դա անել չստացվեց։ Սիմոնյանն է այստեղ աշխատում, Լևոնյանը հեռվից արված բարձր է ստացվում այս փորձը։ Տեսնենք ուժեղ փոխանցում առաջ դեպի Եղվարդի Տուգանայինի մատույցներ Ավակյանն է աշխատում, Գալստյանն աչքի եզրում է եւ եզրային նետում կլինի։ Մուրադյան ձախ եզրում էր, եզրային նետում Թոփալ Քարաջյան եւ հեռացված է գնդակը կփորձի այստեղ պահել Գևորգյանը, այդպես էլ անում է, միայնակ է փորձելու լուծել դրվագի ելքը եւ այդպես էլ անում է, Գևորգյանը խփում է Եղվարդի 4-րդ գնդակ այս խաղում, երկրորդ անգամ Եղվարդը հայտնվում է հաղթողի դերում, այս անգամ արդեն հանդիպման ամենավերջում Գևորգյանը կարևոր գոլ է խփում իհարկե, գեղեցիկ եզրափակում ստացվեց միայնակ, եզրափակեց Եվ հաջող հարված ստացվեց, բայց պետք է նշել իհարկե, որ Ադանան այսօր առանց հիմնական դարպասապայը Թովմասյանը հարկադրված է պաշտպանում դարպասը, դա պետք չէ մոռանալ իհարկե։ Միքայելյան ներողություն խլեցին գնդակը Ադանայի ֆուտբոլիստները եւ եզրային նետում կլինի։ Ձախ եզրում է գնդակը, լավ խաղարկում ստացվեց, արված ու Օվսեփյանն է փրկում իր թիմին, ինչ լավ հնարավորություն էր Ադանայի համար, իսկապես Սիմոնյան հեռվից փորձ, Գալստյանն է փակում գնդակի ճանապարհը, շարունակում է առաջ շարժվել, ճիշտ է Սիմոնյանը վերադարձավ եւ վերադարձրեց գնդակը, Սիմոնյան Մուրադյանի հետ խաղաց գնդակը Ադանայի մոտ է, վտանգավոր է արված ու Անկյունային է նշանակում մրցավարը, կարծես թե Տեսնենք բարձրից փոխանցում, գնդակը ձախ եզր է հասնում
Եվս մեկ կրոս դեպի Տուգանային եւ բարձր ստացվեց վերջ, Եղվարդը հաղթում է, գեղեցիկ խաղ իսկապես ստացվեց, բայց ընկերական էր, հաղթողի կամ պարտվողի հետ կապված ոչինչ չկա ասելու, պետք է ծափարել, շնորհակալություն հայտնել թիմերին, այսօրվա համար ԱՄՖ-ում այսքանը, շնորհակալություն, հաջողություն։